Սիրելի հայրենակիցներ, սիրելի հավատագիցներ, բարև բոլորիդ, Տերս թող օրհնե այսօրվա մեր հիանալի օրը։ Մի քանի օր մենք նաև հավաքվել ենք մեր խմբակով ծառայություն կանցկացնենք ու պիտի խոսայի երեխեքի դաստիարակության մասին, կուզենայի որ բոլորդ էլ ներկայացնեիք ու լսեիք այս մասին, որովհետև շատ կարևոր թեմա է ու այս թեման կվերաբերվի բոլորիս։ Նախ մինչ թեման սկսելը բերեք աղոթենք, որպեսզի Տերը իմ միջիցս խոսա, որպեսզի որևէ խոսք չեղնի մարմնից, այլ Տիրոջից եղնի, որովհետև այս հարցի պատասխանը կհետաքրքրե բոլորիս, կվերաբերվի բոլորիս ու ճիշտ կեղնե որ խոսա Տերը իմ միջիցս։ Հայր ջան, կխոնարհվեմ քո առաջդ ու կխնդրեմ քեզանից, որպեսզի այս թեման դու ներկայացնես, ու թե ինձի, ու թե շատերին պատասխանես, որովհետև այս ծառայություն անցկացնողը դու պետք է անես, Տեր ջան, որովհետև մենք հավաքվել ենք քեզնից լսելու, մենք որևէ մեկից որևէ բան չունենք լսելու, մենակ քեզնից, Տեր ջան, մենք ուզենք, որ մեր առաջնորդը դու եղնես ու կյանքի ցանկացած ոլորտում դու մեզի ճիշտ ճանապարհները ցույց տաս։ Մեր երեխեքը կեշտան կործանման, քո երեխեքը կեշտան կործանման, Տեր ջան։ Ես կխնդրեմ ու կաղաչեմ, որպեսզի զորավոր կերպով դու այսօր խոսաս իմ բերանիցս ու պատասխանես մեզանից շատ-շատերի հարցերին։ Փառք, պատիվ, գոհություն, շնորհակալություն քեզ, Հայր ջան։ Դու կենթանի Աստված ես։ Դու իմաստուն Աստված ես։ Դու լցրու քո ճշմարիտ խոսքով, ճշմարիտ գիտությունովդ ու քո ճշմարիտ ներկայությունովդ։ Որպեսզի մեր մուտը լուսավորվի։ Շնորհակալ եմ Տերս, որ դու հիմի կլցնես ինձ քո կատարյալ իմաստությունովդ ու կուտաս մեր բոլոր հարցերին ճիշտ պատասխան։ Այս ամենը խնդրեցի որդուդ Հիսուսիս անունից, ամեն։ Սիրելիներ, ուրեմն նախ սկսենք ընդեղից, որ երեխեն նման է բաց տետրի։ Նոր տետրի։ Ինչ որ կլրացնես, իրա մեջ այդպես կլրանա։ Շատ հաճախ սպես մի հատ խոսք կա, վատ երեխա չկա, կա վատ ծնող։ Բայց դուր հակառակ խոսքն է կա։ Կա լավ ծնող, բայց վատ երեխա։ Ուրդից գիտենք այս ամեն ինչը։ Գիտենք ստեղից Աստված շատ լավ ծնող էր։ Աստված ամեն ինչով լցրել էր Ադամի ու Եվայի կյանքը։ Իրանք չունեին ոչ մի բանի կարիք։ Միթե ծնողն էր մեղավոր։ Միթե ծնողն էր մեղավոր, որ Ադամն ու Եվան չլսեցին։ Չէ։ Միանշանակ չէ, ծնողը այնքան աշտար էր Ադամի ու Եվայի նկատմամբ, ծնողը իր երեխեքին ամեն ինչ տվել էր։ Ադամն ու Եվան ոչ մի բանի կարիք չունեին։ Իրանց կյանքը լցրել էր ամեն ինչով։ Աստված ուզենար չարի ու բարի գիտության ծառը պարզապես չէր տեղադրել, բայց նույնիսկ դրով ինք իր սերը ցույց տվեց մարդկանց, ցույց տալով, որ ես ձեզի ռոբոտ չեմ ստեղծել, ես ձեզի ստեղծել եմ, որպեսզի դուք ձեր ազատ կամքը դրսևորեք։ Նույնիսկ այդ ծառը ստեղծելով էլ Աստված իր սերը ցույց տվեց։ Ու ցույց տվեց, թե մարդը ինչքան ունի ազատ ընտրություն կատարելու հնարավորություն։ Ուրեմն մենք տեսանք մեր բանում, որ շատ հաճախ որ կսեն չկա
վադերեխա կաված ծնող, երբ որ քննեցինք Ադամի ու Եվայի ստեղծագործությունը, տեսանք, որ կա լավ ծնող ու կա նաև վատ երեխա։ Ինչի համար Ադամն ու Եվան ընկան։ Ադամն ու Եվան ընկան, որովհետև իրանք չգնահատեցին այն, ինչ որ իրանց ծնողը տվել էր իրանց։ Չգնահատեցին այն մեծ սերը, որն որ Աստված դրսևորեց իրանց նկատմամբ։ Չգնահատեցին իրանց երկնային հոր սիրո հոգատարությունը։ Ուզեցին ավելին ունենան։ Ու Աստված ինչ ղթասիրագեց իր երեխին։ Իր երեխեքին։ Անհնասանդություն Աստված անպատիժ չթողեց։ Եթե երեխեն չունի գնահատող ու շնորհակալ սիրտ, դու պիտի սրկես այն ամենից, ինչ որ տվել ես դու իրան։ Ուր դից գիտենք Աստվածաշնչից Աստված պես վարվավ իր երեխեքի հետ։ Աստված միշտ կները, բայց մեղքը անպատիժ չի թողնի։ Բայց մենք մեր երեխեքին շատ հաճախ անպատիժ կթողնենք։ Ինչի՞։ Որովհետև մեզի կթվա, թե մենք Աստծուց ավելի խղճով ենք, Աստծուց ավելի շատ կսիրենք մեր երեխեքին։ Ու մեր երեխեքի կործանման տանող պատճառը հենց մենք ինքներս ծնողներս ենք։ Հեղի քահանան էլի մեզի պես ծնող էր, մեզնից շատ շատերի, որ ոչ թե կմտածեր իր ու Աստված հարաբերությունները չվնասվեին, ինքը կմտածեր, որ իր ու իր երեխեքի հարաբերությունները չվնասվին ու չէր հանդիմանե մեղքը։ Այսօր մենք շատ ծնողներս կվնասենք մեր ու Աստված փոխհարաբերությունները, բայց չենք վնասե մեր ու երեխա փոխհարաբերությունները։ Ու արդյունքում կկորցնենք և մեր Աստծուն և մեր երեխեքին։ Մի հատ քահանա պես պատմություն կպատմե, կսե մեր ծնողը կուկա ու կփողոքվի իր տղուց, թե ես իր համար ամեն ինչ երել եմ, ոչ մի բանի կարիք չունեցե։ Ավտոն առել եմ, բանակից ազատել եմ, ամեն ինչ ունի, բայց այսօր ինքնձի բան տեղ չի տնե։ Ու քահանան գիտեք ինչ կպատասխանե իրան։ Ասե դու ամեն ինչ երել ես քո երեխիդ փչացնելու համար։ Բաներ կար մենք պարզապես չենելով ավելի շատ կենենք մեր երեխեքին, քան թե ենելով։ Ու Աստված ինչ կպատժեր իր երեխեքին։ Իր ներկայությունից զրկելով։ Մենք շատ հաճախ մեր երեխեքին կսենք կպատժենք ու կխղճանք չենք պատժե։ Կզրկենք ու չենք զրկե։ Չենք առնի ու կառնենք։ Չենք կենե ու կենենք։ Ու արդյունքում մեր երեխեքը կտեսնին, որ մենք հարգանքի արժանի մարդիկ չենք, մենք ինքներս մեր խոսքը չենք հարգե։ Ինչի կսպասենք, որ մեր երեխեքը մեզի հարգեն պիտի։ Մեր երեխեքը մեր վրեն կճվան, մեզի կպարտադրեն իրանց կամքը։ Շատ ծնողներ կսեն մաման գրողն ուտե, թող երեխեն ուտե։ Երեխեն է կմեծնա, մամային գրողը կուտա, ինքը սաղ կուտե, որովհետև մաման է իրան սորվծրե, բաբան է իրան սորվծրե, որ գրողը իրանն է, լավ թիկեն երեխինն է։ Ու հետո կզարմանանք, թե մեր երեխեք ինչի մեզի չեն լսե։ Ինչի չեն լսե, որովհետև մենք ինքներս մեզի դատարել ենք հարգելուց։ Ու նաև մեզի ստեղծողին չենք հարգե։ Մենք չենք նմանվի Աստծուն։ Աստված մեղքը անպատիժ չի թողնի։
Դավիթին ինչքան կուզեց շատ սիրեր, անպատիժ չթողեց Դավիթին։ Ինքը մեղանչեց, ապաշխարեց, բայց Աստված իր երեխուն վերցրեց։ Ու այդ արաշկով ցույց տվեց, որ մեղքը անպատիժ չի մնա։ Ադամին ու Եվային ամեն ինչ տվեց, բայց մի ակնթարթում վերցրեց։ Ինքը ցույց տվեց, որ ամեն մարդ կքաշի այն ինչ որ ինքն է ընտրե։ Դու այսօր ինչ որ կքաշես, դիգ ես ընտրե։ Մենք այսօր ամեն մեկս ինչ որ կքաշենք, դիգ ենք ընտրե։ Կան մարդիկ, որ կանցնին փորձությունների միջոցով։ Կան մարդիկ, որ կքաղեն իրանց անհնազանդության պտուղները։ Եթե դու Աստծուն լուրջ չես վերաբերվի։ Եթե քեզի համար մեկ է քո արարքներդ Աստծուն կտխրեցնեն ու կամ թե կուրախացնեն, ինչի կմտածես, որ քո երեխուդ պետք է հետաքրքրե, թե դու կտխրիս, թե կուրախանաս։ Կյանքը ցանկուհունցք է։ Ու ինչ որ կցանենք, մենք պետք է քաղենք հազարապատիկ։ Աստված ծաղր չի եղնի։ Ու պետք է հիշենք, որ սարսափելի բան է կենտանի Աստծո ձեռք ընկնելը։ Արդյոք քո երեխեդ կտեսնի, որ դու Աստծո օրենքները լրջությամբ կպահես։ Արդյոք կտեսնի քո երեխեդ, որ դու քո կողակցիդ կբարձրացնես։ Արդյոք քո երեխեդ կտեսնի, որ դու գլխավորության սկզբունքը կկարևորես։ Եթե երեխեն չի տեսնի ընտանիքում սեր, միաբանություն, հարգանք մեկը մյուսի նկատմամբ, հատկապես ծնողները, եթե իրար չեն հարգե, չեն բարձր ծնե։ Ամուսինը չի պատվե կնոջը, կինը չի պատվե ամուսնուն։ Շատ տղամարդիկ իրանց մորերին ավելի շատ կպատվեն, քան կանանց։ Շատ տղամարդիկ իրանց կանանց ավելի շատ կպատվեն, քան մերերին։ Շատ տղամարդիկ կհանդուրժեն, որ կինը ինչ ուզենա իրանց մոր հետ կրնա խոսա։ Շատ տղամարդիկ կհանդուրժեն, որ մեր ինչ ուզենա բդի կնոջ հետ խոսա, այսինքն բալանս չեն պահե։ Ու տեղից կծնվի արդեն քաոսը։ Շատ կանայք չեն հասկնա, որ տղամարդուն կնիկ չեն կրնա սարքեն։ Տղամարդը կնիկ չի դառնա, տղամարդը թողնիկ կեշտա։ Շատ տղամարդիկ կանանց տղամարդ կսարքեն, չեն մտածի, որ կինը տղամարդ չի դառնա, շատ կանայք կհոգնին տղամարդ եղնելուց։ Կինը ուշադրության, սիրո կարիք կզգա, տղամարդն էլ բարձրացման կարիք կզգա։ Հələ մենք պետք է հասկանանք, թե ինչ կանով ենք մեր դերի մեջ, որ մեր երեխեքն էլ իրանց դերի մեջ եղնին։ Դու ինչ կանով քեզի հարգեցիր, քո երեխեքդ կան քեզի կհարգե։ Շատ ծնողներ իրանց երեխեքին ավելի լավը կանին քակցնեն, ավելի լավը կկերցնեն, ու երեխեն դիք կտեսնի, որ ինքը ավելի լավն է, քան իր ծնողը։ Հետո ծնողը կզարմանա, որ երեխեն ամեն ինչով իրանից առաջ կուզանցնի։ Ինչի կզարմանաս, եթե դու ես քո երեխիդ քեզնից առաջ դրե։ Շատ ընտանիքների մեջ մերը իր երեխուն ավելի շատ կլսե, քան մարդուն։ Ու ինքը տղամարդուն քիչը ծնե։ Ու հետո կզարմանա, որ այդ նույն երեխեն հետո իրան քիչը ծնե։ Եթե նույնիսկ տղամարդն ու կինը ընտանիքի մեջ որոշ տար համաձայնություններ կունենան, պետք է առանձին քննարկեն, ոչ թե երեխեքի ներկայությամբ։ Մարդը կնգանսե դու ես, կնիկը մարդուն։ Ու դիք գիտեք ինչից կուկա։ Առաջինը, երբ որ մարդիկ գաղափարապես անհամապատասխան կեղնեն իրանց։ Ակորնթացի 6:14-ից 18-ի մեջ կսե անհավատների հետ օդարախառն լծակից մի եղեք։ Օդարախառն լծակցություն ինչ կնշանակի։
Իշուծի ու լծակցությունը, օրինակ օդարախառն է, չէ։ Գիտեք, էշը ուզենա կեշտա, ուզենա չեշտա, դանդաղ կեշտա, ձին միշտ արագ կեշտա, ձին նաև խրդնելու հատկություն ունի։ Կենտանիները որ ժարետ չեն համատեղվի։ Անհավատն ու հավատացյալին, երբ որ դու կփորձես լծես, ու գիտեք, պատկերացրեք փողոցը կտեսնիք, էշուծին իրար հետ լծած են, ու ինչ որ մեկն է ստացը, որ իրաց պտի տանին։ Կամ կատաստրոֆիկ իրավիճակ կեղնի։ Այսպես շատ ընտանիքների մեջ են, կողքից նայողները կխնդան, թե այ մարդ սում բավի իրար հետ համապատասխան չեն, խայտառակություն է։ Այդ ընտանիքներից մեջտի կռվից են, լացից են, փողոք կամ երեխեմ դիպորա կամ կնիկը կամ մարդը եւ այլն։ Ինչի, որովհետեւ նիգեիշե, փոշ մնավ չի տա ինե դիա առաջ կեշտա։ Ու հետո էքսեն թե ինչի մեր ընտանիքը չի ստացվի, որովհետեւ հիմքն է խախուտ։ Դրա համար է առաջինը պիտի ամուսնական կառույց եղնի տիրոջով։ Տերնելով կուտա, երբեմն տերը կուտա չեն քննադեք գործնեն։ Տիրոջ տվածին պիտի շատ լավ նայես, շատ լավ պայես, որովհետև Աստված իշխոր կուտատ պես հետ կրնա վերցնե։ Ուդիկ մենք գիտենք որտպես է, Ադամին ու Եվային ընտիշ կյանքը տվեց, չքննադեց հետ վերցրեց, երբեմն տղամարդուն լավ կին կուտա չի քննադե Աստված հետ կվերցնե։ Լավ կնոջը լավ տղամարդ կուտա, չի քննադե հետ կվերցնե։ Երեխեք կուտան, չեն քննադե իրանց երեխեքին, չեն պայե, չեն նայե, հետ կվերցնե Աստված։ Միշտ հիշեք, Աստված ում ինչ որ կուտա, պիտի շատ բարձր քննադես։ Դու պիտի փայպայես, դու պիտի բարձրացնես։ Դու պիտի վարվիս այնպես ինչ որ կվարվեիր Աստծուն։ Չէ, Հիսուսը քսեց ձեզանից մեկին արեցին, ինձի արեցին։ Դու երեխիդ հետ պիտի վարվիս որպես Աստծո հետ։ Կնոջդ հետ է, ամուսնուդ հետ է, բոլորի հետ, որովհետև ինչ որ կենես, Աստծուն կենես։ Եթե քո երեխիդ նկատմամբ դու թուլադու ես, դու գիտես որ պտուղները դու պիտի քաղես։ Պիտի սորվինք նաև երեխեքին պատժել։ Ումից պիտի սորվինք Աստծուց։ Տերը կսե իրա սիրածը կհանդիմանե, ու միջայլոց Աստծու հանդիմանությունն այնպես խիղճ հանդիմանություն չէ։ Այն որ սե այսպես մի կամած արգե չէ, Աստված պատերազմներ է, ջրեղեղ է, շատ խիստ հանդիմանություն է Աստծու հանդիմանությունը։ Աստծու հանդիմանությունը թուլադու հանդիմանություն չէ, նուրբ հանդիմանություն չէ։ Աստված շատ խիստ ձևով կհանդիմանեն, չի կսե գավազանը խնայողը իրա որդուն կադե, բայց իրա որդուն սիրողը կանուխ կխրատե։ Կամ եթե քո երեխիդ ծեծես, ինքը չի մեռնի, բայց իրա հոգին կրնաս դժողքներից ազատես, կրակներից, այսինքն ինքը նույնիսկ ծեծը չի արկել է, որովհետև դու ծեծելով երբեմն երեխակա մինչև ծեծ չուդե չի հասկնա, երեխակա հայացքով իջամյամ կնայես, ինքը վատ կզգա ու հասկնա։ Այսինքն դու պիտի ամեն թուլադու միջոցները օգտագործես, որ այդ երեխին կաշկի բերես։ Ես չեմ սե, օրինակ ծնողներ կան բռնության կենտարգեն, չգիտեմ ինչ ձևի կծեծեն երեխեքին, ու օրինական ճիշտ կենեն որ կտադեն, այդ ծեծի մասին չեմ խոսա։ Երեխին պիտի զրկես այն ամեն ինչից, ինչ որ իր համար թանկ ու կարևոր է։ Օրինակ, առաջի մեծ զրկանքը հասկացող մարդկանց համար Աստված ինք իր ներկայությունից կզրկեր։ Եթե դուք ունեցել եք Աստծո հետ հարաբերություն ու մի պահ զգացել եք, թե ինչ կնշանակի, երբ որ Աստված ձեզի կթողնի, ես եղել է, այս 2 տարի առաջ էր տիրոջից խռովա, ինձ հարազատ մարդ էր ցավ ծնողը, ու Աստված այդ պահին թողեց, ես գիտեի դժողքի մեջ եմ աշտեն։ Ու մի անգամից ապաշխարեցի ներողություն խնդրի ու իմ ու Աստված հարաբերությունը վերականգնվավ։ Ես օրինակ իմ երեխեքիս հետ կապված կրնամ սեմ որ կրնած ծեծեմ սատ կծնեմ իրանց վրադիկ չի ազդե։ Բայց ես որ իրանց հետ չեմ խոսա, դիք իրանց համար շատ մեծ ցավ է։ Ես կսեմ դուք ինձ չեք լսե, ես էլ ցեզի չեմ լսե։ Դուք մեր չունիք, ես է երեխա չունեմ։ Ու ես զգացել եմ որ իրականում ամենամեծ ցավն որ կրնաս քո երեխիդ հասցնես, քեզնից զրկելն է։ Պետք է Ձեզի չեմ պայե,
Եթե ինձ չեք լսե, ուր եք գրած, որ ես պարտավոր եմ ցեզի պահեմ։ Ես պարտավոր եմ ցեզի պահեմ, դուք պարտավոր եք ընձի պատվեք։ Դուք ընձի պարտավոր չեք պատվեք, ես է պարտավոր չեմ ցեզի պահեմ։ Պետք է սորվեցնենք մեր երեխեքին, մեզի ի վերջո հարգել մեր սեփական որոշումները, մեր ցանկությունները։ Մենք մեր երեխեքի ցանկությունները մեռնելով տանջանքով կրնանք իրականություն դարձնենք, բայց մեր երեխեքը նույնիսկ այն որ կպարգես 5 րոպե կուզես հանգստանաս, այդ հանգիստը քեզի չեն ապահովե։ Ու գիտես ինչի։ Որովհետև դու ես սորվեցրել, ես եմ սորվեցրել մեր երեխին, որ մենք հարգանքի արժանի չենք։ Իրանք հանգստից էդ կզրգեն, դու իրանց հանգստից զրգե։ Ու հեշտ պետք է չէ որ ջղայնանանք, օրինակ ես կզգամ որ ջղայնանալով ես մենակ իմ ներվային վիճակս, իմ համակարգս կխախտվի։ Կրնանք հանգիստ ինչ որ իրանք կենեն, այդ նույն ձևի իրանց վերադարձնենք։ Ես քեզի զիբիլը թափե, չթափեցիր, դա վերեցիր, ես որ սոված մնա, ինչ կեղնի։ Որոք բան չեղավ, չէ՞ որ զիբիլը չթափվա, բանը չի անոր սոված մնաս։ Տները չես մաքրե, լավ է սերը, ես է չեմ մաքրե, ինչ կեղնի որ դու չես մաքրե, ես է կրնամ չմաքրեմ, չէ՞։ Մեր երեխեքին պետք է ցույց տաս ամեն ինչի հակառակ կողմը։ Դու ինձ չլսեցիր, որ քեզի է շորը մի հակի, բացեր, կարճեր, քիպեր։ Ես է քեզ էլ շոր չեմ առնի։ Դու էլ որ ինձ շոր առել չեմ առնի, այսինքն բեր որ խոսքի դիգես ցանե, դիգե հնձե, ու կտեսնի որ երեխեն երբ որ շատ հաջող իր երազի արդյունքը կքաղե, ինքը նաև որոշում կկայացնե փոխվելու։ Ինքը կհասկանա որ ինքնոր չի հնազանդ իր ծնողին, ծնողն է համապատասխանաբար կպաճե իրան։ Հանգիստ ու շատ սիրուն։ Ես իմ մեծ տղուս փող էի խոստացոր գործենеш, բայց ես չտվեցի իրան։ Տեսա որ ինքնձի չի լսե, ես է իրան չտվեցի։ Ու երկու ամիս պես ցկցկեցի։ Ես մենակ մի բան եմ կրնամ, սեմ որ մեր երեխեքի նկատմամբ շատ թույլատու ենք բոլորս։ Օրինակ ես 2 հատ հեռախոս ջարդել եմ։ Մեր հեռախոսը վերևից թափեցի վար, որովհետև շատ կմտնեին հեռախոսի մեջ։ Իմ առածս հեռախոսներն էր։ Աղջկանս էր, թե տղունս էր, համ աղջկանս եմ ջարդել, մեծ աղջկանս ու մեծ տղինս, համ տղինս։ Վերևից գցի գնացին բերի նոր սարքել տային, նորից գցեցի։ Ու գիտեք ինչի համար, ես իրան ցույց տվի որ դու ինձ համար ավելի թանկ ես, քան էս հեռախոսը։ Էս հեռախոսը քեզի կրնա կործանե։ Աղջկաս հեռախոսն է։ Բայց ես դի մեջը զարգի ջարդեցի։ Նորից վերցրավոր սարքեր։ Սիսիկ էլ չի սարկվի։ Բալկոնից թափեցի, գիտեմ որ երկուսինը մեկինն է երևի չակուճով եմ ջարդել, մի խոսքով։ Բայց ես չտեսա այդ երեխեքի մեջ բան փոխվավ, ես ցեզի կսեմ գործնական բաներ։ Ու երկուսին էլ ես ցույց տվեց որ թկած ունեմ փողերի վրա, հեռախոսներն են ձի համար արժեք չունին։ Ստես աշխարհի վրա մի նյութ չկար ինձ համար արժեք ունենա։ Ինձ համար արժեքը դուք եք, որ չկործանվեք։ Քո երեխեքդ պետք է տեսնեն որ դու նյութի հետևից չես հեշտա։ Ու ասեմ որ երկուսն էլ նոր հեռախոսներ էին, մեկի աբարիկը նոր էի փակվել։ Ամեն դեպքում տարբեր կերպեր փորձել եմ ես ինքս։ Ու ամենահզոր կերպ որ կա, քեզնից պետք է զրկես երեխին։ Ես այդ ձևով զգացել եմ որ կրնամ իմ երեխեքիս օգնեմ որ փոխվին։ Նաև պետք է պատժես էլ։ Նաև պետք է զրկես էլ։
Ամենակարևորը դու ունենաս Աստծո հետ մոտ փոխհարաբերություն, որ Աստված քեզի ցույց տա, թե որ պահին ինչ շարժվիս, որ ամեն դուռ ունի իր բայլնիկը։ Դե աղոթես, որ Աստված բայլնիկը տա, թե որի հետ ինչ շարժվիս։ Իմ 4 երեխեքիցս Աստված ամեն մեկին ցույց կտա։ Ես ինչեղ պետք է իրանց հետ շարժվեմ, որ իրանք ապաշխարեն ու փոխվին։ Իսկ դոր համար, սիրելիս, ունեցի Աստծո հետ շատ մոտ փոխհարաբերություն, զարգացրու։ Ուղղի դու ումպես ծնող, որ քո երեխեդ չկրնանա քեզիս է դունձի կսորվծնես, երբ որ դու ես կամեն մեղքի մեջ ես։ Դու պիտի ցույց տաս, որ դու ինքդ էլ ամեն ինչ կենես, որ այդ մեղքերից ազատվես։ Ու ամենակարևոր բանը մենք ծնողներս պիտի հիշենք, որ մենք խոսալով չոր կրնանք մեր երեխեքին փոխենք։ Մեր ապրած կյանքը ամենամեծ վկայությունն է մեր երեխեքին։ Մեր ապրած կյանքը, մեր նվիրվածությունը Աստծո նկատմամբ ամենամեծ բանն է, որին որ երեխեքը պիտի կրնանան նմանագեն։ Այսօր չնմանագեցին, եկուց կնմանագեն։ Եթե դուք նայեք ձեր երեխեքին, կեսը ձեզնից է, կեսը հորից է, մեծ մասամբ։ Կեսը հորից է, կեսը մորից է, կամ 40%-ը մեկից է, 60%-ը մեկից է, որովհետև երեխեն բաց նոր տետրի է նման, ինչ որ կլրացնես, տիկ կլրանա։ Հայ երեխեն ռուսերեն չի խոսա, չէ։ Արտասահմանցու երեխեն հայերեն չի խոսա։ Մեր երեխեքն են մեր ինչ որ սորվծրել ենք, դիք կենեն։ Դիք են տեսե, դիք կենեն, մորից են տեսե, հորից են տեսե, դիք կենեն։ Ուստի, ասենք, ամփոփեմ այս թեման, կան լավ ծնողներ, վատ երեխեք, հնարավոր որ եղնին, որովհետև երեխեն ինքը կընտրե ում նմանվի։ Կան վատ ծնողներ, որի արդյունքում կան վատ երեխեք։ Ու աստվածաշնչյան դեպքերից ես բերեցի օրինակներ։ Հակոբը մենակ Հովսեփի պապան չէր։ Ինչ որ Հովսեփ աստվածավախ լավներ, մյուս աղբերները ամենավերջի ձևով վարվան Հովսեփի հետ։ Նույն ընտանիքի երեխեքն էին, նույն դաստիարակությունն էին ստացել։ Այստեղ նաև ինչը կգործե։ Երեխա կա ունի շնորհակալ հոգի, երեխա կա չունի շնորհակալ հոգի։ Ինքան վատ ծնողի երեխեք են եղել, որ լավ երեխեք են տառել։ Դիգել է, չէ, հնարավոր, շատ վատ։ Երեխեքի ծնողներ հանցագործ, ասել են ես իմ հորս ու մորս չպետք է նմանվեմ, այն ինչ որ ես եմ տեսել, իմ երեխես չպետք է տեսնի։ Կամ լավ ծնող երեխեք են հանցագործ դառել։ Ինչ որ Ադամն ու Եվան կադարյալ էին, բայց Աստծուն անհնազանդ գտնվան, Աբրահամը անկադար էր, բայց Աստծուն հնազանդ գտնվավ։ Նույնիսկ կադարելությունը կապ չունի։ Հրեշտակները կադարյալ էին, որ սատանա դառան ու երկնքից ընկան։ Հնազանդությունը դիկընտրություն է։ Անկախ այն տարիքից դու քանի տարեկան ես։ Եթե դու կորոշես հնազանդվել Աստծուն, դու կգնահատես քո ծնողներիդ, դու կգնահատես քո Աստծուդ։ Անշնորհակալ հոգին որ մեծացավ, շնորհակալ հոգի չի դառնա։ Ինքը կդառնա մեծ անշնորհակալ հոգի։ Ու փոքրուց արդեն
Աստվածաշնչյան այն խոսքն որ կուտա Ղուկասի 16-ի 10-ի մեջ, սե քչի մեջ հավադարիմը շատի մեջ էլ է հավադարիմ։ Քչի մեջ անիրավը շատի մեջ էլ է անիրավ։ Երեխեն փոքրուց գերեվաթ է, ինքնոր մեծացավ ինչ կդառնա։ Մի ամսպես պատմություն լսեցի ու չգիտեմ որտեղից, TikTok-ով լսեցի, թե YouTube-ով։ Մեր երեխին խնձոր կուտա, քանի մատ կսե միադնցի կուտաս։ Թե մերը կուտա, թե երեխին կուտան, քանի մատ խնձոր։ Ու կսե մեկ ընձի կուտաս։ Ու գիտեք այդ երեխեն ինչ կենե։ Վերցնեկը սաղ խնձորներից կխած է։ Մերը պահի տակ ըմբես կտխրի, կմտածե, թե երեխեն իժան խնձոր չի կամենա օշտա։ Ու այդ ժամանակ մեր տխուր ժան կնայ մեկի երեխեն խածած խնձորներից մեկը կպարզես պես ու կսե ան մամա սիկ կերսիկ ամենահամովն է։ Իմ պատկերացնեք կը ինչ ձևի երեխեք էլ կան։ Մերը կմտածեր, թե երեխեն խնձորները հեշտով խածե գոր իժան խնձոր չտա, բայց երեխեն խածեր գոր տեսներ, որ խնձորն է լավ նոր իժա մորը տար։ Ու փոքրուց գերեվար աշտեն այդ երեխու հոգին։ Ես առաջ շատ պատմություններ կթարգմանեի ռուսերենից հայերեն կտեղադրեի այդպես մի հատ պատմություն էլ կար որ մե երեխու հերը թողնի կեշտա ուրիշի հետ կամուսնանա, մերը տանջանքով կպայ կմեծցնե իրա երեխին։ Հետո մարդու կնիկ, ով որ ուրիշի հետ որ կամուսնանա, ալ քաշ կեղնին, երգուսնե։ Օրը շատ կխմեն, թե ինչ կմեռնին, պատճառը լավ չէ միշե, բայց երգուսնե կմեռնին, այս հարևանի կնիկ այդ երեխեն կմնա որբ իրանք երեխա կունենան։ Այդ մարդը կթողնի ուրիշի հետ կապի երեխա կունենա։ Բերենք է, այս իժա իսկական կնգան կսեն, թե պայ այդ երեխին։ Այս կնգա մեղքը կուտա կվերցնե, այդ երեխին կպայ է։ Այդ երեխին կպայ է կմեծցնե, իրա տղեն դառնագը հորպես, տոշնի հերը կեղնի, անշնորհակալ մոր նկատմամբ, իսկ այդ պայովի տղեն, որ իժա մարդու երեխեն է, իժա մորը թակու պես կպայ է։ Ուտպես շատ պատմություններ կան։ Գիտեք, երեխեն փոքրուց գերեվա աշտեն, թե ինտի ինչ հոգի ունի։ Մարդը փոքրուց գերեվա ինչ հոգի ունի, օրինակ այսօր շատ հաճախ կսեի տեր ճամփացի, եթե դու կանչի ու ընտրել ես աշտեն, էլ իմաստը ո՞րն է մեր պայկարելու ու Աստված այդ խոսքը բացեց։ Նեսը մի ինչ օրինակներ կբերեմ, կսեմ փոքրուց գերեվա։ Այ Աստված քո ծնվածդ օրվանից գիտե, թե դու ինչ հոգուտեր ես։ Այն որ կսե ինքը քեզի կանչել է, ոչ թե դու նորից լավն ես եղել, քենից վատն է եղել, Աստված տեսել է քո հոգիդ։ Աստված տեսել որ դու շնորհակալ հոգի ունիս։ Աստված փոքրուց Հովսեփին գիտեր։ Հակոբին գիտեր, Եսավին գիտեր, Աստված ամեն մեկի ներսը գիտեր։ Հոբին Աստված շատ լավ գիտեր։ Աստված ամեն մեկի շատ լավ գիտե, որս ինչի են կընտունակ, ով ինչի ընտունակ չէ։ Օրինակ ես փոքրուց ինչ որ եղել եմ, հիմի նորից նույն բաներն էի մեջս, պրոստը Աստված ավելի հղկե ու մաքրել է։ Փոքրուց ես Աստծուն ցկտել եմ, աշտարությունը սիրել եմ։ Ու իմ էությունս հեշմարտ չի կրնա փոխը, ես դիք եմ եղել, դիք կմնամ ու դիք միշտ պետք է եղնիմ։ Այն մարդիկ, որոնք որ հանցագործ բանք դառնան, դիք ոչ թե իրանք տպես են եղել, այլ կան մարդիկ, որ ունին շատ ուղիղ սիրտ, մաքուր սիրտ, ուղղակի իրանց պայմանները թելադրող պայման չեն եղել։ Իրանք ըմպես պայմանների մեջ են ապրոր, անկախ իրանցից հանցագործ են դառել։ Իրանց պետք եղե մի ադմ ճիշտ որ դնես մեջն ու էշտան, իշխոր Պողոսը։
Պողոսը ինչ էր, նախանձախնդիր էր, բայց ոչ գիտակցաբար։ Այսինքն, մենք կվերցնենք նախանձախնդիր բառը։ Աստված գիտեր, որ Պողոս ինչ որ կենե, կմտածի, որ դիք ճիշտ է ու կենե։ Մի հատ պետք էր որ Պողոսին վերցներ Աստված դներ գծի վրա, ինքը կեշտար մինչև վերջ։ Իսկ այսօր շատ մարդկանց իշքան ու կուզես դիշ գծի վրա, իրանք նախանձախնդիր չեն։ Իրանք պատենդ են։ Իրանք օրիգինալ չեն։ Մարդիկ կան, որ ինչքան կուզե, մեծնան իրանք դիմակները կրնան փոխեն, իրանց ներսը չի փոխվի։ Այդ օր ամարե փառք Տիրոջս, Տերս ինչ որ իմ հարցերիս էլ կպատասխանե։ Մարդկային տեսակները տարբեր են։ Ուղղակի դու դի տարբերես ու ամեն մեկի հետ ունենաս համապատասխան հեռավորություն։ Թեկուզ եղնի քո երեխեդ, եղնի քո հարազատդ, քո բարեկամդ։ Ես օրինակ շատ մոդիկ կին կար, երեխա էր պահի մեծը ծրե, այդ երեխե միան փճացած չիդեմ ինչ դարավ, ու վերջում է մորը սպանեց, սեղ Գյումրի է եղե, այդ դեպքը, ամեն ինչ կեղնի, ու դիք փոքրուց էր պայլու, ուրիշ բան որ մարդը կգնահատե քեզի, թեկուզ ունենա ոչ ճշգրիտ գիտություն։ Եթե մարդը չունեցավ գնահատող հոգի, ու իրան թված թե դու պարտավոր ես իրան, որ միշտ պտենես, ինքը քեզի ենելու հեչ բան չունի։ Դու պիտի ենես իրան, եղնի ամուսին, եղնի կինը, եղնի երեխեն, դիք ինքը չի փոխվի, ինքը միշտ պես պիտի մնա։ Դու ինքը պիտի միշտ դու պիտի իրան ենես, ինքն է պիտի մտածել պարտավոր ես պիտի ենես։ Ինչի կսե երկատը երկատով կսրվի, այսինքն, սպես պտի եղնի, մի ադմ դու պտենես, մի ամ ինքը, սրվելը որն է, սպես, դու երեցիր, ինքը պտենե, դու երեցիր, ինքը պտենե, սիկ է սրվելը, իսկ եթե դու կենես, ինքը չի ենե, դու կենես, ինքը չի ենե, դիք չի սրվի, որովհետև ինքը սորվել որ դու պտի միշտ ենես, դու պտի ենես, ու չի սրվի, ինքը կսրվի, դու կմնաս քոր, ամուսինը կնոջ երավ, կինը ամուսնուն չերավ, կինը ամուսինը կնոջից քիաստապվի, կինը ամուսնուն երավ, ամուսինը կնոջը չերավ, կինը ամուսնուց քիաստապվի, ուտպես մարդկային հարաբերություններն է, պիտի մեծ հերով տաս, մեծ հերով վերցնես, դիք էլ է Աստված դրե, Աստծուն լսիր, Աստված կուտա, Աստծուն տվիր, Աստված կուտա, Քսե ինչ որ ցանես, հազարապատիկը պիտի հնձես, որ չես ցանե, ուր դի ցնձես, Աստված է դրել օրենքը, սեր ցանեցիր, սեր կհնձես, հոգատարություն ցանիր, հոգատարություն կհնձես, անտարբերություն ցանիր, անտարբերություն կհնձես, ու տարբերությունը գիտես ո՞րն է, մի ադմ ցանիր, հազարատ կհնձես, Հեչ տեսել եք, որ մի ամ ցորեն գցես, մի ադմ աճի, ինքը հասկ կաճի, Իշքան լավը ցանես, կրնա, մոր կենես ինքը քեզի չգնադե, մոր սիրես ինքը քեզի չգնադե, ինքը քեզի չսիրե, բայց դու հանգիստ ես, ինչի, որովհետև դու ցույց ես տվել, որ քո մեջդ Հիսուս կաբրի ու Աստվածային սեր կա, քո մեջդ դու հանգիստ կրնաս բացե թողնես, գիտես որ դու լավն ես տվել, ցանես կրնա, այդ մարդը չի վերադարձնի, Աստված ուրիշ մարդկանց քանեք վերադարձնի, որտեղ Աստծո օրենքը պիտի գործե։ Անձրևի ինչ-որ ձյունը երկնքից պարապ տեղը չի թափի։ Եսայայի 55-ի 10-11 խոսքերն է կարծեմ, այլ կսեք ոռոգե երկիր ու արգասավոր կանու ու ցանողին սեր կուտա ու հնձո ցանողին սեր կուտա ու բեշ կուտա, մի խոսքով, այնպես է կսեին բերանիցս ելած խոսքը բդանի, պարապ ընձի չբդի թարնա, են ինչ որ կենես, պարապ չի թարնա, անձրևն է երկնքից պարապ չի կամ, ինչ որ կենես, բդի դի կհնձես, եթե քո երեխեքիդ մեջը լավն ես ցանե, կուկա ժամանակ որ դու դի կհնձես, վատն ես ցանե, կուկա ժամանակ որ դու դի կհնձես,
Մենք պետք է մեր երեխեքի մեջ միշտ աշխատենք լավը ցանենք։ Մեր ընտանիքի մեջ պետք է աշխատենք լավը ցանենք։ Ու Աստծու մեջ ամենակարևորը լավը պետք է ցանենք։ Մեր ամենաթանկը պետք է Աստծուն տանք։ Մեր ամենալավ ժամանակը պետք է Աստծուն տանք։ Մեր աչքերը բացելուն պես պետք է Աստծուն փնտրենք ու երեխեն պետք է տեսնի որ դու Աստծուն կփնտրես։ Ես օրինակ մի բան եմ կզգամ որ հեշտով իմ երեխեքս կենեն ինչ որ ես կենեմ։ Հեշտով կենեն այն ինչ որ ես կենեմ։ Կամաց ու կանք հասնին այդ կետին։ Ինչ որ ես կենեմ։ Քո երեխեքն էլ պետք է անեն ինչ որ դու կենես։ Ու կմնա մի բանը, որ ես հավատամ, որ եկուց իմ երեխեքը սնձի պես պետք է Աստծուն իրանց կյանքի մեջ առաջի տեղը տնեն։ Որովհետև դիք կտեսնին, որ իմ կյանքիս մեջ առաջի տեղը Աստված է։ Եթե քո կյանքի մեջ առաջի տեղը Աստված չէ, դու մի մտածիր քո երեխիդ կյանքի մեջ առաջին տեղը Աստված պետք է լինի, դու այդ օրինակը չես թողել իրան։ Սկանը ժողովուրդ ջան, թերը սկսե վերջացնեմ, ամեն դեպքում ուղղակի մի հատ ամփոփենք։ Կնա եղնես դու լավ ծնող, ու երեխեդ ունենա անշնորհակալ սիրտ։ Դիք արդեն պատմություններից բերեցի, Աստված լավներ, Ադամն ու Եվան չունեին գնադող սիրտ, կուզեին էլ ավելին ունենային։ Կնա եղնես դու վատ ծնող, քո երեխեքդ կնան լավն եղնին։ Կամ երեխեքիցդ մեկը լավն եղնի, օրինակ բերեցի օրինակ Հակոբին, որ մենակ իր Հովսեփ երեխեն էր, որ ուներ Աստծու սերդին համեմատ սիրտ։ Ամենակարևորը կադարիրանն ու անկադար եղնելն էլ չէ։ Ունեցի գնահատող սիրտ, եթե մարդը չունեցավ գնահատող սիրտ, ինքը նման է ծակ Վեդրոյի։ Վեդրոյի մեջը ծագիշ կան, կուզես վերևից ջուրից, ինքը պիտի տագիս թափի։ Պես է մարդիկ են, մարդկային տեսակներ կար, ինչքան կուզես սերա։ Իրանք չեն գնահատել։ Ինչ բդենես։ Խելքի պիտի կասոր, ծակ Վեդրոյի մեջ ջուր չլցնես։ Ընդամենը դիք, որովհետև Տերը ծակ Վեդրոներ չի օգտագործել։ Տերը կօգտագործե փակ, թեկուս մեջի կեղդոտ Վեդրո եղնի, ծակ չեղնի։ Կեղդոտ եղնի ինքը կլվացնե, կմաքրե, կօգտագործե։ Իսկ որ տագը փակ է, դիք կնշանակի որ ինքը ունի շնորհակալ սիրտ, արդեն մեջը կնաս մաքրես ու ինչ պարունակություն սես կնաս լցնես։ Ում այդ կարելի է շարունակել։ Անձդ, սերդ ամեն ինչ տներ, երբ որ այդ մարդու տագը փակ է, ու ինքը ունի շնորհակալ սիրտ։ Ու երկատը երկատով կսրվի։ Դու իրան կենես, ինքը քեզի կենե։ Եղնի երեխեդ, եղնի կողակիցդ։ Եթե դու իրան կենես, ինքը քեզի չի ենե ու դիք հենց սկզբից փայլու, դիք կնշանակի որ դե հարաբերություններ չի կնա, ամուր եղնի, ձևավորվի։ Այդ երեխան քեզի կթողնի, այդ կինը քեզի կթողնի, այդ ամուսինը քեզի կթողնի։ Ինչի, որովհետև տագը ծակ է։ Սկանը ժողովուրդ ջան, չգիտեմ ինչքանով կրծա օգտակար եղնեի ցեզի տիրոջովս, եղեք օրհնված Հիսուսի զորավոր անունով, մեկնությունների մեջ գրեք ձեր հարցերը, հեռախոսահամարս գրեք, եթե հարցեր ունիք տվեք սիրով կպատասխանեմ, +374 98 95 0071 տեսանյութի տակ գրեմ, մենք կանցկացնենք խմպակներ, ծառայություններ, եթե Տերը ցեզի կառաջնորդ է, կնաք զանգեք, ես է կաղոտեմ, եթե տիրոջից առա, ուրեմն ցեզի կմծնեմ մեր ծառայությունների մեջ, որպեսզի էլ ավելի մտերմանաք Աստծու հետ, մասնակցեք աղոթքի ծառայություններին, ուսմունքի ծառայություններին եւ դառնաք մեր ընտանիքի անդամը։ Օրհնյալ է Տիրոջ անունով եկողը։ Սկանը սիրելիներ, լավ մնացեք։